Սուր խաչքարն իր տեսքով հիշեցնում է սահմանապահ զինվորին։ Հարկ եղած դեպքում խաչը սուրով փոխարինելու խորհուրդն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը փորձել ներկայացնել։ Քանդակագործի մտահղացումը Արցախում ընդունվել եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ներդրումային հիմնադրամի կողմից։ Խաչքարին ամրացված սպիտակ սավանն արձակել են մանուկները։ Բոլոր ելույթների ընթացքում գովերգվել է հայ զինվորի կերպարը։ Խաչքարն էլ ամրության խորհրդանիշ է։ Երբ որ հայրենիքը վտանգի մեջ է հայտնվում, մեր խաչը դառնում է թուր։ Եվ նպատակը նա է, որ այս խաչին մեր զինվորները տեսնելուց իրանք հիշեն ամենակարևոր բանը, որ իրենք մեր երկրի զինվորներն են, մեր երկրի քաջերն են։ Նախաձեռնությունը Աստծունն էր։ Ես որպես Աստծո քարագործ վարպետ, իրանք էլ Աստծո հնարավորություն ունեցող մարդիկ, այսպես ձեռնարկել են։ Խոսքով բացատրել այն, ինչ ձեռքով է քանդակել Վարազդատ Համբարձումյանը դժվարանում է, սակայն Զորամասում աղոթատեղի հիմնելու գաղափարը սրտից էր բխում։ Եվ պահապան խաչը, որն առաջին հայացքից սուր է հիշեցնում, զինվորներին եւս ոգևորել է։ Քանդակագործի հիմնական նպատակն էլ այդ էր։ Զորամասում ունենք մի քանի տեսակի խաչքարեր, որոնք տարբեր տեղերում են տեղակայված, որպեսզի տարբեր ստորաբաժանումների մոտիկ լինի, կարողանան ամեն մեկն էլ իրենց օգտագործեն, իրենց հարմար լինի։ Մասնավորապես մեկը կա հենց Զորամասի կենտրոնում, որտեղ ընդհանուր սերժանտներով ժողով են կարել, սերժանտական ժողով, որը հենց այդ հատվածում են կարել, երեկոյան ժամերին հանգիստ ինքնապատրաստության ժամերին գնում ենք, մասնակցում ենք։ Ի բարօրություն իրենց ընտանիքներին, ի բարօրություն իրենց ծառայության, իրենց նվիրումի, որպիսի խաչի հովանու ներքո նրանք իրենց ծառայությունը ավելի աստվածահաճո կազմակերպեն, ավելի եղբայրասեր լինեն։ Եվ ամեն անգամ, երբ որ մուտք են գործելու այս Զորամաս, այս դռներից ներս, նրանք անտարբեր չեն անցնելու այս խաչի կողքով։ Այս խաչը իր ներկայությամբ, իր զորությամբ եւս մեկ անգամ նորոգելու է նրանց մեջ իրենց քրիստոնեական հավատքը։ Հոգևոր արժեքների պահպանումը Զորամասում կարևորում է հոգևոր սպասավորը։ Զորամասի առօրյային համատեղել հոգևորը բարդ է, բայց անհրաժեշտ։ Նոր խաչքարի բացման հետ էլ ավելի հարմար պայմաններ են ստեղծվելու հոգևոր սննդի մատակարարման համար։ Խաչի այս թևերով, քառատ թևերով, կարծես թե ինքը պահապան եւ պաշտպան է մեր զինվորներին, մեր ամբողջ Զորամասին եւ մեզ բոլորիս համար, սպայական կազմի, զինվորների, նաեւ քաղաքացիական աշխատողների, ովքեր որ իրենց նվիրումը, իրենց ծառայությունը բերում են այս Զորամասում, բոլորիս համար այսօր հիշարժան է, այսօր տոնական է եւ մեծ ուրախություն է, քանի որ եւս մեկ սրբություն տեղադրվեց մեր Զորամասում, կանգնեցվեց եւ այլևս այս վայրը զինվորների համար աղոթատեղի է դառնալու։ Միջոցառման ավարտին սպայական կազմի կողմից շնորհակալագրեր են շնորհվել խաչքարի քանդակագործ Վարազդատ Համբարձումյանին եւ ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանին։ Սահմանակարի շուրջն էլ ծառատունկ է կազմակերպվել։ Փոքրիկ եղևնիներն էլ ավելի գեղեցիկ եւ խորհրդավոր տեսք են հաղորդելու սուր խաչքարին։ Հարություն Մկրտչյան, Արտավազդ Գրիգորյան, օր